Եթե ես ուզենամ փոխել իմ արտաքինը, ես կփոխեմ իմ արտաքինը, բայց դա լինելու է իմ որոշումը, կամ եթե ես ուզենամ փոխել որևէ բան իմ անձնական կյանքում, ես կփոխեմ որևէ բան իմ անձնական կյանքում, բայց դա լինելու է իմ որոշումը։ Ես ինքս ինձ շատ ուժեղ մարդ եմ զգում, շատ ինքնաբավ մարդ եմ զգում, շատ հաստատակամ եմ ընդհանրապես իմ որոշումներում, հստակ գիտեմ իմ նպատակները։ Այո, կարևոր քննադատությունը իմ հետագա զարգացման համար հիմք կարող է լինել, բայց ինձ չի կարող կոտրել, օրինակ մեկը ասաց դուք չեք էլ կարող երեխաների իրավունքների մասին խոսել, որովհետև դուք նույնիսկ երեխա չունեք։ Սա ամենահեշտ թիրախավորման մեթոդն է։ Արտաքին հատկանիշների, ընտանիք ունենալ, չունենալու, երեխա ունենալ, չունենալու հետ կապված, որովհետև մեր հասարակությունում սրանք զգայուն հարցեր են դիտարկվում եւ սովորաբար կանայք երբեմն կարող են նաեւ ընկրկել կանանց աղջիկների հետ իմ հանդիպումներից մեկի ընթացքում ցույց տվեցի իմ լուսանկարը, որը շատ վատ արված լուսանկար է, ծաղրական, վիրավորական մեկնաբանություններ էին հիմնականում արտաքին տեսքի հետ կապված, ասացի, որ պետք է սա բոլորիս համար շատ կարևոր դաս լինի, այնպիսի միջավայր ձևավորենք, որտեղ նման արգելված վարքագծի տեսակներ չլինեն, սա հանրային տեսանկյունից է շատ կարևոր, բոլորս պետք է աշխատենք այդ ուղղությամբ, բայց մեր տեսանկյունից էլ մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ երբեք չընկրկենք նման երևույթներից։ Զանգվածային լրատվության միջոցները երբեմն եւս տարածում են այն բովանդակությունը, որը հենց կանանց թիրախավորող է, այսինքն ոչ թե օրինակ այդ պաշտոնատար անձի, կին պաշտոնատար անձի գործունեության բովանդակությանն է առնչվում, այլ նրան թիրախավորում է, դոմինոյի էֆեկտով է իրականացվում, որովհետև երբ որևէ մեկը կազմակերպում է նման բան, իհարկե հետագայում ավելանում են բազմաթիվ մարդիկ, ովքեր չեն էլ պատկերացնում, որ այդ process-ի մաս են դառնում, բայց կազմակերպիչներին այո գիտեմ։ Մարդիկ են, ովքեր քաղաքական դերակատարություն են իրականացնում, շատ դեպքերում նրանք հենց տղամարդիկ են եւ սա էլ է հա շատ առանձնահատուկ մեր միջավայրում, որովհետեւ մեր հանրային ընկալման կոնտեքստում տղամարդիկ այդպիսի վարքագիծ չեն կարող դրսևորել, բայց չափազանց հաճախ է հենց տղամարդկանց կողմից նման գործընթացների կազմակերպումը։ Փորձում եմ քննադատությունը թիրախավորումից տարբերակել, որովհետև մի բան է, երբ կա հարցի հետ կապված բովանդակային քննադատություն, բայց մի բան է, երբ կա սովորական թիրախավորում, որը ուղղակի դառնում է հնարավորություն շատ ավելի ուժեղ դառնալու։